Բարի երեկո, եթերում է Կիրակնորյա հորիզոնը։ Ցանկացած ազգի քաղաքակրթության, օրինապաշտության մակարդակը որոշվում է մասնավորապես նրանով, թե ինչպես են իրենց դրսևորում վարորդներն ու հետիոտները։ Եթե օրենքը շրջանցել է, օրենքը խախտել է, համարվում է առաքինություն, ապա մարդիկ իրենց այդպես են պահելու ոչ միայն փողոցում, այլև տանը, աշխատանքի տեղը, զվարճալիքի վայրում։ Մեր այսօրվա ռեպորտաժները դրա ապացույցն են։ Բարև ձեզ, Ազատ եք։ Ակուր ես։ Նստել եմ տաքսին, աշկերս բացել եմ, որին վրա ջուր եմ նստել։ Վարորդը դուռը բացեց ու փախավ, ասեց «Օ իմ մեքենան» ու փախավ։ Հանդիպակաց դուրս եկած տաքսին բախվել էր բեռնատարին, տաքսու վարորդը մահացել էր տեղում։ Ժամանակին մոտավորապես 6 ամիս պետք է լիներ վարորդի օգնական, հետո տարի ու կես պետք է անցներ ստաժիրովկա։ Տեղակեք, որ ղեկին չի կարելի ծխել։ Պիծա մարդը, ինչ անա։ Շատ արագ են քշում ու մեկը մեկին չի զիջում, որ ձեռները ծաղրն է, երևի իրար վերա կքշենք։ Մեղավորությունը ընկնում է տաքսի ավտոմեքենայի վարորդի վրա։ Չէ, իմ մեղքը չկա։ Չէ, իմ մեղքը չել է, բայց խփել է փոխեցես։ Միայն մեզ են խփում, մենք չենք խփում։ Իսկական տաքսու վարորդն է, ով երբեք չի կարող չշտապել, իսկ եռաշարք երթևեկության փողոցում, որտեղ մեքենաները 4 շարքով են անցնում, անպայման կգտնի 5-րդը։ Ավտոյա քշեն գջարտվի, ապան կմտածի, կամ տերը թող մտածի։ Հա, եթե առանց ապայի թողենք քշենք, ինձ պետք չէ ապա, ավելի լավ է փողոց չմեր։ Հանգի դեպքում վարքյանական 2 րոպեում ձեր պայմանագիրը կնքում են, եթե ժամն եք ուզում ասում, տալիս են մի հատ դիմումի ձև, ասում են լրացրեք։ Թե ինչով են պայմանավորված մերժումները, ապահովագրական ընկերություններից որևէ մեկը գրավոր տեսքով չի հիմնավորել։ Նույնիսկ եթե վարորդը շատ անկարգապահ եւ մի քանի անգամ վթարների ենթարկված վարորդ է, նա միևնույն է իրավունք չունեն մերժելու։ Ծափարություններ, հիմնից հետո ծափարում են։ Շնորհակալ ենք, որ մոտիկացաք, պարոն վարչապետ։ Սիրով։ Այս մարդիկ դեր են եւ երբեք չմտածեք, որ սպյուրքը անտարբեր է լինելու։ Մենք հողտող չենք իրաց։ Այս սահման մեկ եք պահել, մեր քաջարը սահմանն է։ Հաջեմ ես որպես քաջարանցի, գյուղապետ չեմ ասում, քաջարան դուրս ծնված։ Ես այնտեղ ապրում եմ, հետո եմ մեռնել եմ։ 2006 թվականի հունիսի 6-ին շատերը համոզված էին, որ հակաքրիստոսն է ծնվելու։ Տերը ասաց առաջի օրը օրհնեց, երկրորդ օրը օրհնեց, բոլոր օրերն էլ օրհնեց։ Հայաստանում սովորաբար ամուսնանում են շաբաթ կամ կիրակի օրերին։ Այս տարվա դեկտեմբերի 12-ը ոչ շաբաթ էր, ոչ էլ կիրակի։ Միայն թվի համար ամուսնանալը, դա աբսուրդ է։ 2012 թվականի 12-րդ ամսի 12-րդ օրը։ Ես այս դուռը բացելով ներս մտա, ստեղից մեկը վազեց ու ինձ գրգեց բարձրացրեց։ Մերը սկսեց մեզ հայորել, անպատվել։ Հուլիոս Կեսարից մինչև Սերոբ Տեր-Պողոսյան, Հռոմի Պապից մինչև սովորական կենցաղային դեմ։ Ռաֆայել Մեջլիմյան անուն ազգանունը այսուհետ կարելի է որոնողական համակարգերում գտնել մանկապիղծ տերմինը գրելիս։ 16 տարի 5 քեսին իմ ամբողջ ցեղը ապշակում։ Ամբողջ հարևանությունները կնիկ կարող են թվում են տալի։ 100 անգամ ասել են գրավ ու լակոտների հեռախոս մի վեկալ մի սարքի։ Ամոյանը ունի ուղեղի աշխատանքի խանգարում։ Ես ասել եմ իրար հետ ենք աշխատում, այս 10 օրվա մեջ ես հասկացել եմ, որ այդ մարդը այդքան փող չի ունենա։ Ոստիկանները բացահայտեցին իրենց գործընկերներին։ Ձերտեպի շուրիկ էլ, ունտասը խմենք, տեսա իրար չի գարնի։ Ալյուր, կաթի փոշի, օսլա, տարբեր գունային եւ համային հավելումներ։ Երշիկ գրեթե առանց մսի։ Պիտակի վրայինը կասեք ինչ է գրված։ Չգիտեմ պիտակին ինչ է գրված։ Գրեթե բոլոր հայաստանցիները, անկախ իրենց վարորդական ստաժից, վստահ են, որ իրենք հոյակապ վարորդներ են։ Բոլորը հպարտությամբ պատմում են իրենց անզուգական վարպետության մասին։ Նրանք անգերազանցելի ասեր են, եւ եթե նույնիսկ խախտումներ են անում, ապա բացարձակապես ի նպաստ անվտանգության։
Իսկ ահա երթևեկության մնացած մասնակիցները քշել չգիտեն եւ պարզ չէ, թե ինչու են նրանց վարորդական իրավունք տվել։ Հատկապես նման համոզմունք ունեն տաքսիների վարորդները։ Եթե դուք երբևէ տաքսի եք նստել, ապա անպայման կլսեք նման բովանդակության մենախոսություններ։ Իրականում իմ ընկալմամբ ամենալավ վարորդները նրանք են, ովքեր հետևում են կանոնների տառին, զիջում են մնացած վարորդներին եւ հետիոտներին եւ չեն փրփրում, երբ որևէ մեքենա նրանց համարձակվում է շրջանցել։ Տաքսիների վարորդները, ինչպես հայտնի է, այդպիսիք չեն։ Մարդիկ, ովքեր իրենց հացը վաստակում են փողոցում, վստահ են, որ փողոցն իրենց աշխատավայրն է, իսկ մնացածը այնտեղ հյուրեր են։ Այդ ամենի հիման վրա նրանց մոտ ձևավորվում է անսխալականության կանխավարկածը։ Իսկական տաքսու վարորդը նա է, ում համար միայն հանուն հաճախորդի կարմիր գույնը կդառնա կանաչ, իսկ հոծ գիծը գետագիծ։ Իսկական տաքսու վարորդը նա է, ով երբեք չի կարող չշտապել, իսկ երաշարք երթևեկության փողոցում, որտեղ մեքենաները 4 շարքով են անցնում, անպայման կգտնի 5-րդը։ Ես ճանապարհ եմ, շարք եմ խմբում։ Իսկ ինքը չի լիճում քշում։ Ստիպված իրար վրա լցվում է թվում։ Շարքերի խախտում անգամ եմ անում։ Որքան անկեղծ են, այնքան էլ յուրաքանչյուրն է համոզված, որ ինքը լավ վարորդ է կամ ամենալավն է։ Լավ վարորդ լինելը կարգապահ լինելու հետ կապ չունի։ Ես էլ եմ անկարգ, այդ ցավտանը։ Չգիտեմ։ Ահա որա, չես կարա։ Սխալ չես կարա չքշի։ Հենց հիմա ես սխալ եմ։ Խախտում արեցի։ Դե կայնացել պետք է շրջանցել։ Իսկ ոսկից կա։ Դե խախտում։ Այսօր քանի հատ ես խախտում արել։ Կհիշես։ Որ կարողանամ կաշել։ Առած վրա չի նի, սուտ որ ասում չեմ անում, այն ավելի շատ անում։ Երբ ճանապարհային ոստիկանն է խախտումը նկատում, ապա որոշ վարորդների տրամաբանությամբ դա ոչ թե խախտում է, այլ անուշադրություն։ Անուշադրություն առայն, որ ինքը ճանապարհային ոստիկանին չի նկատել։ Դες կանգնացել են երկու խախտման համար, մեկը սիգարետի համար, մեկը անվտանգության ամրագոտուց շոկ տվելու համար։ Հոզ գծով հետա դա սկատելը, դա դուգանքը բարձր է, չէ՞։ Ուղևորն է շտապում, թե դուք եք շտապում։ Ես եմ շտապում, ռայոն պետք է գնայի։ Դուք գիտեք տեղակ եք, որ ղեկին չի կարելի ծխել։ Գիծամարտը ինչ անով ցավ։ Իսկ տեղակ եք, որ մեքենայից որևէ իր չի կարելի շպրտել։ Տեղակը միամիտ ստացվում։ Միամիտ ձեզերից թրավ։ Առաջ անգամները, երկրորդ անգամ եթե կրկնվի, դվայներ ու կանել։ Պրոբլեմ չի։ Բանը կա որ զիջում են գիծը։ Օրինակ քան անգամ ռեմեն չեմ գտել, այնպես չեմ գտել։ Ավելի լուրջ խախտումները այստեղ են գրանցվում, ամեն վայրկյան տասնյակներով ու հարյուրներով։ Սա առայժմ միայն մայրաքաղաքի, այն էլ տեսանկարահանվող խաչմերուկներում։ Տաքսիների վարորդները բացարձակ ռեկորդակիր են, թե կարմիրը կարող են չնկատել, թե հոծ գիծը, թե դուրս կան հանդիպակաց հատված, թե վերջապես չնկատեն խաչմերուկի մատնիչ տեսախցիկը։ Տեսախցիկը գրանցում է նաև այն, ինչից խախտում կատարողներին ոչ միշտ է բախտ վիճակվում խուսափել։ Դարձյալ հիշեցնեմ, այս վթարներն ու վրայերթները կատարվել են տեսահսկվող խաչմերուկներում։ Բախվում են երկու տաքսիներ, որի վարորդները ավելի շատ մեղավոր կարևոր չէ։ Այս դեպքում կարմիրի տակ անցած տաքսու ճանապարհը երկար չշարունակվեց։ Այս վրայերթի դեպքում ճանապարհը հետիոտնինն էր։ Այս խաչմերուկում նույնպես բարեբախտաբար զոհեր չեղան։ Իսկ այս վթարը 2 ամիս առաջ էր։ Հանդիպակաց դուրս եկած տաքսին բախվել էր բեռնատարին։ Տաքսու վարորդը մահացել էր տեղում։ Երկու մեքենաներ են ընթարվել 07 մագնիշի, որոնցից մեկը տաքսի տարբերանշանով է։ Դու ես մեղավոր թե մյուս մարդը։ Ասենք եթե ես մեղավորն եմ, ասենք դեմի կրլև խփեիր ավտոին կամ դեմի դռան։ Ավելի շատ մեղավորությունը ընկնում է տաքսի ավտոմեքենայի վարորդի վրա։ Ժամանակին մոտավորապես 6 ամիս պետք է լիներ վարորդի օգնական, հետո տարի ու կես պետք է անցներ ստաժիրովկա փոքր տարածքների վրա, որից հետո պետք է ահագինել քննություններ անցներ, որ քեզ հնարավորություն տրվեր տաքսի ավտոմեքենայով սպասարկել հանրությանը։ Սեփական անմեղության համոզմունքը նույնն է բոլորի մոտ, տարիքից ու փորձից անկախ։ Լսել եք երբևէ, այն էլ տաքսու վարորդից, որ ասի, թե ինքն էր մեղավոր։ Չէ,
Իմ մեղքը չկա։ Չէ, իմ մեղքը չէ, բայց խփել եք կողքից։ Միայն մեզ են խփում, մենք չենք խփում։ Այժմ փոխադարձ հարգանքի, վերաբերմունքի, վարորդական հանդուրժողականության եւ սիրալիրության, ձայնային ազդանշանների առավել հաճախ օգտագործվող հատուկ տերմինաբանության եւ տաքսու վարորդի աշխատանքը վիրավորանք ու դաժան ճակատագիր համարողների մասին։ Հանգիստ բարի, հանգիստ։ Տաքսուարու չեմ ես, ցավը տանեմ, 100 տարվա քշող եմ ես։ Ծրանոզն սա նախրի ամենը կցնա, տաքսի վարորդների մեջ արի։ Շատ ուրախում որ տաքսը քշում են, Բան բան կա դրա մեջ։ Ինչի մար, անաստորից տնում, ինչի մար է սիգնալ, ողանակ թույլ տա, որ մտնեմ։ Անդեց է սախացիկ կա, գնդակարի ու հերը կանից է։ Դրա մար ոչ թե տուգան են հայտ կա եք, դե չոքրի գանգին տանն ադում։ Պետք է արդեն ներվերը անջատած են ես։ Մենք էլ այդպես անջատումներ ենք քշվել։ Չեն անջատվում միայն հաշվիչները։ Վերջին թվի ժամանակ ամենալարված ու պատասխանատու պահն է գալիս։ Հաճախ հնչող մանր չունեմ ամենատհաճ արտահայտությանը երբեմն ստիպված ես պատասխանել վարորդի ականջին ամենաբարեհունչ խոսքերով. մանրը պետք չի, չէ որ վարորդը քո համար պատրաստ է անել անհնարինը։ 3 րոպեից մարշրուտի շարժումը ես մնացի դրսերի, մնացի չոլերում։ Կարաս հասցնես։ Ստիպված քշում ես։ Հիմա երևի պարզ է արդեն, որ տաքսի մեքենայի արագաչափի գրանցած 123 կմ/ժ արագությունը ու մյուս բոլոր խախտումները պատվիրատուների պատճառով են։ Ասում փառք, երկու անգամ 12,000 տուգավել է։ Մարդ կա, որ 2 միլիոնի ակտ կտակրել, պրավենը ձեռը ծառել է։ Ասում են տեսախցիկների եւ արագաչափերի նկարանումների թոփ տասնյակներում բոլոր առաջին տեղերը տաքսիներինն են։ Եթե բոլոր տաքսիներին յուրաքանչյուր խախտման ժամանակ հնարավոր լինի կանգնեցնել, ապա բոլոր տաքսիները միշտ կլինեն կանգնած։ Արտակ Հովհաննիսյան, Վայո Պողոսյան, Էդվարդ Մինասյան, Կիրակնորյա հորիզոն։ Այս իրավիճակի պատճառներից մեկը ինձ թվում է այն է, որ մեր քաղաքացիները, հատկապես տղամարդիկ, իրենց արժանապատվության համար վիրավորական են համարում սովորել վարորդական իրավունք ստանալու համար եւ համոզված են, որ մեքենա քշելու շնորհը իրենց տրված է իծն է։ Եվ հակառակը մեծագույն ձեռքբերում է համարվում, եթե դու ոչ մի րոպե ուսումնական մեքենա չես նստել, բայց կարողացել ես ծանոթով կամ փողով վարորդական իրավունք ձեռք բերել։ Եթե դու քշում ես այդ դեպքում քո անձնական մեքենան, ապա դա իհարկե վատ է, բայց եթե դու տաքսիստ ես եւ քեզ մարդկային կյանքեր են վստահում, դա սարսափելի է։ Երբ մենք փողոցում տաքսի ենք կանգնեցնում, միշտ չէ որ մեքենայի արտաքին տեսքից հնարավոր է հասկանալ ինչ մասնագիտական պատրաստվածության եւ ինչ խղճի տեր է տաքսու վարորդը։ Մենք իհարկե աշխատում ենք նստել քիչ թե շատ մաքուր եւ ժամանակակից մեքենա, բայց ով գիտե, գուցե 75 թվականի ջորու ղեկին բարեխիղճ մարդ է նստած, իսկ անցած տարվա Chevrolet-ն ընկել է ներեցեք արտահայտությանս բաշիբոզուկի ձեռքը։ Եվ գուցե հենց այդ դեպքում մենք կհամալրենք դժբախտ ուղևորների շարքը։ Շումախերներ, բեսպրիձելներ, քիլլերներ, նրանց ինչ անուն ասես, որ չեն տվել։ Տաքսիստներ։ Հայաստանում նրանցից մեկը դատապարտվեց Երևանյան լճի մոտ կանգնող աղջիկներին միջնորդավճարով մինչև անգամ Պարսիկ այցելուներ մատակարարելու համար։ Սա իհարկե ամենաանշարժ դեպքերից է։ Բարև ձեզ, ազատ եք։ Ակուր ես։ Ինչ է լինում, երբ բախտդ չի բերում ու այսպես ասած կյանքի համար վտանգավոր կլասի տաքսիում ես հայտնվում։ Չէ, մեզ ոչինչ չի պատահել։ Հակառակ դեպքում դժվար թե այս տեսանյութը մեր մեկնաբանությամբ տեսնեիք։ Քիչ առաջ ձեր տեսածը այս աղջկա հետ կատարվածի նկարագրություններ։ Մինչև հիմա իմ այդ գանկի հատվածը դեռ անզգայացած է, որ տարիների ընթացքում նոր կվերականգնվի։ 2011-ի նոյեմբերն է։ Երիտասարդ մայրիկը որոշեց ամուսնուն չսպասել։ Աշխատանքը կիսատ թողեց, տուն էր շտապում։ Փոքրիկը ջերմում էր, տաքսի նստեց։ Առաջին բանը, որն արեց վարորդը, ռադիոընդունիչն անջատելն էր։ Ասաց, որ հոգնած է, ընդամենը մի քանի կիլոմետր եւ այս խաչմերուկ հասան։ Սվետաֆորի տակ կանգնած էր, ինքը քնել էր, գլուխը դրած ղեկին։ Ու գնաց խփեց։ Ես հիշում եմ այդ հարվածը շատ ուժեղ։ Ու հիշում եմ, որ վարորդը դուռը բացեց ու փախավ, ասեց՝ «Օ, իմ մեքենան» ու փախավ։
Հետո զգացի ին վրա արդեն ինչ-որ տաք հեղուկ էր թափվում, պարզվեց, որ այդ իմ մոտ արնահոսություններ ճակատս ահագին մեծ չափերով վնասվել էր։ Վերքը սպիացել է սպին լավ դիմահարդարման շնորհիվ կարողանում է քիչ թե շատ աննկատ դարձնել։ Ամեն ինչ անցավ, բայց մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես ու ինչ խղճով վարորդն իրեն անօգնական թողեց։ Նրան հիվանդանոց հասցնողը հարևանությամբ ընթացող մեքենան էր, ում ուժերը հավաքելով հենց տուժողն էր օգնության կանչել ու գիտակցությունը կորցրել։ Առաջի վիրահատության հետևանքով իմ դեմքը այլանդակվել էր։ Այսինքն այդ ունքս բարձրացել էր, ինչ որ տձևացել, դեֆորմացվել էր։ Ինձ եկան հայտնեցին, որ եթե ես ուզում եմ, որ իմ դեմքը վերականգնվի, եւս մեկ վիրահատություն պիտի տանեմ, ու համաձայնվեցի։ Երկարատև բուժում, ծախսեր, բայց ոչ մի փոխհատուցման պահանջ։ Երբ հարցնում ես ինչու, կարճ պատասխան է հնչում։ Ամեն մարդ իր խղճով է ապրում։ Տաքսու վարորդն այդպես էլ քար լռություն պահպանեց, իսկ տաքսի ծառայությունից արձագանքեցին ընդամենը մեկ հեռախոսազանգով, ասելով՝ կներեք, իսկ որը ներել։ Օրինակ այս ուղևորուհին սեփական փորձով է պնդում, նրանք ովքեր հաճախ են օգտվում տաքսի ծառայությունից, ուղղակի ամենօրյա վտանգի են ենթարկվում։ Ամառ, շոկ, վարորդի կողքը դրած էր կրակայրիչը, այսինքն արևի տակ, ես չգիտեմ քանի ժամ էր անցկացրել մեքենայում այդ կրակայրիչը, ու տրաքեց։ Մի կրակայրիչի մի մասը թռավ իմ ճակատին կպավ, երբ որ ես արդեն նոր հասկացա, ջղայնացա, վարորդը ասաց՝ դե լավ, ոչինչ, բան չկա։ Պատահում է, արդեն կարելի է մտածել այդ մասին, որ պետքա կասկայով նստել տաքսի։ Նստել եմ տաքսին, աշկերս բացել եմ, որ իմ վրա ջուր եմ նստում։ Փաստորեն այնպես ստացվեց, որ օրեր առաջ նաև այս դերասանը կյանքի համար վտանգավոր կլասի տաքսիում հայտնվեց։ Ընկերների հետ որոշել էին զվարճանալ, բայց զվարճանքը նրանց դեպքում չակերտավոր եղավ։ Նստեցին ու տեղ չհասան։ Անցածն էլ ընդամենը 100 մետր ճանապարհ էր Հալաբյանից Կիևյան։ Ձախ կողմում ողերս է, 3 հատ ողա ջարդվել, այս կողմերս է ջարդած, աշկս 3 կարեմ տվել։ Գուրգենը նստած էր հետևին նստարանին երկու ընկերների մեջ տեղում։ Թվում էր, թե հնարավորինս պաշտպանված պետք է լիներ, բայց ամենաշատը ինքն է տուժել։ Հարվածը հետևից էր, առաջ ընկել։ Հիմա մեկ բանի համար է զղջում։ Պետք է իրեն ծանոթ տաքսիստին կանչեր։ Նա մինչև այսօր անվնաս տեղ է հասցրել։ Շատ արագ են քշում ու մեկը մեկին չի զիջում, որ ձեռները ճարանի երևի իրար վերակքշենք։ Սա էլ այն դեպքն է, երբ տաքսիստը ծանոթ էր, դարձյալ ավտովթար, գլխով հարված դիմապակուն, այն կոտրելու աստիճան, վատ զգալ, հիվանդանոց ու էլի տաքսիստի մեղավորություն։ Դիմացի մեքենան երբ որ չզիջեց մեր վարորդին, մեր տաքսու վարորդն էլ որոշեց, որ ինքն էլ չզիջի, հայտնվեցինք հանդիպակաց գոտում եւ բախվեցինք պատին։ Այսօր ով քննությունները չի հանձնում, դուրս ամնում տաքսի է քշում։ Սեմուշկա ծախողի պես բան է դարել է։ Իմ իմացած տաքսիների եւ 50%-ի շոֆերների անտուն առանց ոչ մի բան չունեն։ Կլի կամ թող դատվեն կամ էլ ինչ է თან ուզեն։ Այդ մարդը մի հատ պասպորտ ունի, ոչ քնելու տեղ ունի, ոչ մի բան։ Պատճառն էլի ու էլի տաքսին է, բայց այս դեպքում խոսքն արդեն ոչ թե վնասվածքի, այլ վնասի մասին է։ Այս մարդու ավտոմեքենային հասցված։ Նա ինչպես ինքն է ասում, վարում է տաքսիստներից հեռու, շահ ու փորձանքից հեռու սկզբունքով։ Պատկերացրեք այս փողոցը վաղ առավոտյան այնքան ազատ, որ ընդամենը 2 մեքենա կա։ Մեկը այս վարորդն է, մյուսը տաքսի, որը թողած ամբողջ բաց տարածքը հայտնվում է հենց լուսացույցի տակ կանգնած ավտոմեքենայի հետևում ու հարվածում։ Պրիցել բռնած ոնց որ հատուկ ուղարկել էին հետևիցս էլ, յանը շուտ հասի խփի քանի չի փախել։ Ասենք ինքն էլ վախեցած իջավ, հոպար բան չանես, քնել է, աշկս կապել է։ Ինքը առավոտ 8-ին տաքսու շոֆերը աշկը կապնի, դե օրվա մեջ է պարզ պետք է լինի։ Հետո պարզվեց տաքսու վարորդն անգամ վարորդական իրավունք չունի։ Զրուցակիցս վստահեցնում է, հենց ինքը տաքսիստն է այդ մասին ասել։ Անկեղծացել է ու պատմել, պլան է դրած, ու որպեսզի իրենց էլ մի բան մնա, ստիպված են գիշեր-ցերեկ մեկ արած աշխատել։ Հաճախորդ փախցնել, շուտ տեղ հասցնել, մեկ ուրիշին վերցնել։ Ասել է, որ հատկապես այս օրերին իրենց տաքսիստների լեզվով ասած կլիենտ փախցնելու աշխատանքը բարդանում է։ Դրսից, մարզերից անաշխատանք մնացածները քաղաք են գալիս, որոշում ամանորյա ծախսերը տաքսի քշելով հոգալ, երբ տաքսի ծառայությունը խոպան է դառնում, էլ ինչ անվտանգություն, մեքենան ափսոսելու ցանկություն։ Որը հոգնած է, որը մտքի մեջ է, որը ցնորված է, առանց մտածելու, ուրիշի տաքսին վեկալ են ավտոյա, քշեն գջարդվի, ապան կմտածի, կամ տերը թող մտածի։ Օֆիսի տերն էլ հաստատ այդքան չի մտածում, որ ասենք ամեն լակոտի ավտո են տալի։
Զրուցակիցներս ընդամենը 4-ն են, բայց 4-ը այն 3662-ից, ովքեր այս տարվա ընթացքում այս կամ այն կերպ տուժել են դեղին ու ոչ այնքան դեղին պետհամարանիշներից։ Նրանց երթևեկության կանոնները պահելու կամ չպահելու մասին ավելին էլ ոչինչ չենք ասում։ Ամենավերջում ուղղակի ամեն ինչ ասող մեկ վիճակագրություն։ Հայաստանում հունվարից մինչ օրս 2340 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, 2069 ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ է, 286 մարդու հնարավոր չի եղել փրկել։ Արփիս Քեսյան, Էդվարդ Մինասյան, Կիրակնորյա հորիզոն։ Մենք բացարձակապես չենք ուզում հակակրանք առաջացնել հատկապես տաքսիստների նկատմամբ։ Այդ մարդկանց մեջ պարկեշտ եւ լկտի մարդկանց հարաբերակցությունը ճիշտ այդպիսին է, ինչպիսին նկատվում է բժիշկների կամ ասենք լրագրողների մոտ։ Պարզապես այս ոլորտը համաձայն եք բավականին յուրօրինակ է, քանի որ կապված է հազարավոր մարդկանց անվտանգության հետ։ Եվ ինչպես բոլոր մնացած դեպքերում, այստեղ էլ խնդիրը ոչ թե վարորդների անձնական հատկանիշների, այլ կարգավորման մեխանիզմների մեջ է։ Միայն պետական հրամաններով, արգելքներով եւ պատժամիջոցներով խնդիրը չես լուծի։ Տեսականորեն այստեղ կարող է դրական դեր խաղալ պարտադիր ապահովագրությունը, բայց միայն տեսականորեն։ Դեռ մի կողմ թողնենք, թե որքանով է ապան նպաստում երթևեկության անվտանգությանը։ Ճանապարհների խցանումներին հաստատ նպաստում է։ Սակայն հատկապես տաքսիների դեպքում ապահովագրական ընկերությունները ակնհայտորեն խախտելով օրենքը ըստ էության հրաժարվում են ապահովագրել տաքսիները, որովհետև վարորդներին չպատկանող մեքենաները հասկանալի պատճառներով ավելի ռիսկային են։ Այդպիսով պարտադիր ապահովագրությունը դառնում է տաքսիների համար ոչ պարտադիր։ Թե երբ մեր փողոցներում հայտնվեցին այս տարբերանշանով մեքենաները, հիմա գրեթե ոչ ոք չի հիշում, բայց տաքսիները դարձել են ժամանակակից կյանքի բաղադրիչներից մեկը։ Դրանց հիմքերը ձգվում են հարյուրամյակներ։ Այսօր մայրաքաղաքի փողոցներում կարելի է հանդիպել ամենատարբեր անուններով ու ամենատարբեր տեսակի տաքսիների ամեն քայլափոխի։ Բայց այստեղ հարցը ոչ դրանց անունն է, ոչ էլ տեսակը, այլ խտրական վերաբերմունքը, որ կիրառվում է տաքսիների նկատմամբ։ Արդեն ես 40 տարվա վարորդ եմ, բայց ոչ մի անգամ վտարի չեմ ենթարկվել։ Բայց անփորձանք մեքենա վարելու 40 տարիները ոչինչ չարժեցան, երբ վարպետ Մկրտիչը ապահովագրական ընկերություն գնաց։ Նախ մերժեցին ամենատարբեր պատճառաբանություններով, ապա ըստ նրա առաջարկեցին ապահովագրել 10-օրյա ժամկետում։ Դիտումնավոր անում եմ, որպեսզի ստիպված ես բարձր գումարով ապահովագրեմ։ Մկրտիչ Այվազյանին ի վերջո հաջողվել է ապահովագրական մեկ այլ ընկերությունում 6 ամսով ավելի մատչելի պայմաններով ապահովագրություն անել, բայց սա այս պատմության լավագույն ու բացառիկ լուծումներից է։ Իրականում օրեր շարունակ ապահովագրական ընկերությունների դռները թակող տաքսիների վարորդներին սկզբում ընդհանրապես մերժում էին ամենատարբեր պատճառաբանություններով։ Մեկ համակարգչի հետ ինչ-որ խնդիր կար, մեկ ժամանակ էր պետք ուսումնասիրելու համար, մեր հանդիպած վարորդներից մեկին էլ նույնիսկ ասվել էր, որ տաքսիներին ապահովագրելու հրահանգ չկա։ Առանց դրա եթե կելնի կքշենք, դո չանեն, բայց մենք ուրեմն մենք երկու քարի արանք, հա եթե առանց ապա եք թողենք քշենք, դե ինձ պետք չէ, ապա ես ավելի լավ այդ փողոց չեմ էլ մուծի։ Ժամանակի ընթացքում կտրուկ մերժումներին սկսեցին փոխարինել նոր առավել կատարելագործված հնարքներ, առավել կարճ ժամկետով ու առավել թանկ տարբերակները։ Ապահովագրական ընկերություններից մեկը այդ տարբերակն է պարտադրում արդեն 2 տարի։ Երբ որ ասենք մարդը մոտենում էր, ասում էր ես եմ մենակ վարելու մեքենան, ես եմ մենակ այս մեքենայի տաքսի վարորդ լինելու։ Եվ 1 տարով է միանգամից ուզում մերժում էին։ Ասում են ոչ, առավելագույնը 3 ամիս եւ անսահմանափակ վարորդներ կետով, որպեսզի իրավունք ունենային կիրառել այդ գործակիցները, այդ դեպքում կարճացեմ 38000-անոց ապրանքը, որ տարին պետք է արժանար 38, նրանց համար դառնում էր 83 թե 84000 է դառնում։ Իրանք են ասում, հա թող 3 ամսով լի, բայց այդ կտրվածքը լինի ոչ թե 80 քանի հազար դրամ, այլ համաձայն այդ սանդղակի։ Երբ այս մասին աղմուկը թեժացավ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ժողով հրավիրվեց, զգուշացում արվեց, զգուշացմանը սակայն հետևեցին առավել թարմացված հնարքները։ Որոշ ընկերություններում տաքսու վարորդներին սկսեցին միանգամից 2 տարբերակ առաջարկել՝ էժան ու թանկ։ Թանկի դեպքում վարքյանական 2 րոպեում ձեր պայմանագիրը կնքում են, եթե էժանն եք ուզում ասում եմ, տալիս են մի հատ դիմումի ձև, ասում են լրացրեք։ Տեսան, որ մարդիկ նույնիսկ այդ դիմումն են գրում եւ 3 օր է սպասում են, որ ապահովագրվեն, հիմա սկսել են 10 օր ասել։ Այդ քայլին են գնում, էլի չգիտես ինչ անվանես, արդեն
կոռեկտությունից դուրս է արդեն իրանց արածը, էլի։ Այս ընթացքում ավտոապահովագրողների բյուրոյում մոտ 20 հեռախոսազանգ ու այցելություն է եղել։ Վարորդները հիմնականում խորհրդատվություն են ստացել, որոշ դեպքերում բյուրոյում իրենք են կապվել ապահովագրական ընկերությունների հետ։ Այստեղ վստահեցնում են, որ խորհրդատվությունից հետո նույն մարդկանց կողմից կրկնակի այցելություններ կամ զանգեր համենայն դեպս մինչև մեր նկարահանման պահը չեն եղել։ Բոլոր ապահովադիրները, ովքեր ունեցել են նման խնդիր եւ դիմել են մեզ, որ մեզ մի տարով պայմանագիր չեն տալիս են 3 ամսով, Համապատասխան իրական խորհրդատվություն ստանալուց հետո նույնիսկ եղել են դեպքեր, երբ որ մենք բյուրոն կապվել է ապահովագրական ընկերության հետ, տեղում ճշգրտումներ են արվել եւ կնքվել է մի տարով պայմանագիր, այնպես ինչպես նախընտրում է ապահովադիրը։ Թե ինչով են պայմանավորված մերժումները, ապահովագրական ընկերություններից որևէ մեկը գրավոր տեսքով չի հիմնավորել։ Միայն մասնավոր զրույցներում են խոստովանում, որ հարցն այստեղ տաքսիների բարձր ռիսկայնությունն է։ Վթարներն այս դեպքերում շատ են, հետևաբար վնասաբերությունը մեծ։ Այդ ապահովագրական ընկերությունները ասում են, որ իբրև այդ վնասաբերությունը մեծ է եւ անգամ լուրեր են գնում, որ իբր մինչև տարավերջ կհասնի 100%-ի։ Անցյալ տարի այդ թիվը մոտարապես 70% էր, մոտ էր 68-69% էր։ Իսկ այս տարի կտրուկ այդպես բարձրացել է։ Կա օրենքի պահանջ, որի կատարումը խիստ վերահսկվում է եւ վերջնահաշվարկում այս պահին մենք այդ պահանջի խախտում դեռևս չունենք արձանագրած եւ ընկերությունները միգուցե դժգամությամբ, բայց օրենքի պահանջը կատարում են եւ վաճառում են պայմանագրեր, եթե ապահովադիրը ցանկանում է մի տարով, ապա մի տարով։ Մասնավոր զրույցում իրանք ասում են, մենք երբեք էլ գրավոր չենք մերժի, որտեղ իրանք շատ լավ գիտակցում են, որ դա օրենքի խախտում է, ուղղակի օրենքի խախտում է։ Եվ եթե չեմ սխալվում, ամենամինիմալ պատիժը դրա համար 2 միլիոն տուգանք է հասնում։ Այն, որ տաքսիների ռիսկայնությունը բարձր է, գաղտնիք չէ խնդրին առնչվող եւ ոչ մի կողմի համար։ Սակայն ապա համակարգը ներդնելիս հենց տաքսիների ռիսկայնությունը հաշվի առնելով է, որ տաքսու կարգավիճակում օգտագործվող մեքենաների համար ապահովագրական վճարները 40%-ով ավելի սահմանվեցին։ Նույնիսկ եթե վարորդը շատ անկարգապահ եւ մի քանի անգամ վթարների ենթարկված վարորդ է, միևնույն է իրավունք չունեն մերժելու։ Գևորգ Դոստուրյանը կենտրոնական բանկի պատասխան նամակն է ընթերցում։ Ընդամենը մի քանի օր առաջ է ստացել, որտեղ կենտրոնական բանկը հղում է արել օրենսդրությանը եւ առաջարկել նման խնդիրների դեպքում պարզապես զանգել թեժ գծի հեռախոսահամարներով։ Պատասխան արձագանքը արդեն ստացվել է։ 3-2 դեպք եղավ, զանգարել էին վարորդները այդ թեժ գիծը, ասել էին իրենց անազգանունը, թե որ մասնաճյուղն են դիմե, 5 րոպե հետ ոնդերից հետ էին զանգել վարորդին, ասել էին եկեք ձեր պայմանագիրը պատրաստ է։ Իսկ մինչև այդ վարորդին ասել էին գնացեք, մենք ձեզ 10 օրվա ընթացքում կպատասխանենք։ Խնդիրն ուսումնասիրելիս մենք բնականաբար փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև ապահովագրական ընկերություններից։ 2 օր անընդմեջ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու մեր բոլոր փորձերը ապարդյուն էին։ Մեր դիմաց ընկերություններից մեկում նախ հեռախոսազանգերին պատասխանում էին, որ մամուլի պատասխանատուն հիվանդ է, իսկ ղեկավարներից ոչ ոք չկա։ Մեկ այլ ընկերությունում պայմանավորվածությունների 2-օրյա ձգձգումներից հետո ի վերջո պատասխանեցին հետևյալը. տաքսիների խնդրի մասին իրենք պատրաստ չեն հարցազրույց տալու։ Անկախ այսպիսի պատասխաններից, եթե խախտվել են վարորդների իրավունքները, ապա ելքը սպառված չէ։ Կենտրոնական բանկի թեժգիծն ու ավտոապահովագրողների բյուրոյում հենց այսպիսի բողոքներն են ուղղվում։ Այն թե ինչպիսի ռիսկայնություն է պարունակում տաքսիների ապահովագրությունը քննարկման թեմա արդեն դարձել է, բայց վերանայումների պաշտոնական առաջարկ կամ պահանջ չի ներկայացվել ապահովագրական ընկերությունների կողմից։ Ապահովագրական գումարների չափն ու պայմաններն էլ հատուկ կարգով սահմանված են։ Ապահովագրական ընկերությունները այս պահին պարտավոր են կատարել օրենքի պահանջը եւ ապահովագրել ցանկացած անձի, ով կդիմի իրենց այդ անձի նախընտրած պայմաններով։ Տաքսիներն այսօր ժամանակակից կյանքի անբաժանելի մասն են ամբողջ աշխարհում։ Նյու Յորքի բնորոշիչներից մեկը այսօր դեղին տաքսիներն են, ընդ որում դրանք ամենևին պատվերով չեն աշխատում, այլ նախատեսված են հենց դրսից մարդկանց սպասարկելու համար։ Սև տաքսիները Լոնդոնի քաղաքային մշակույթի ծանրակշիռ մասն են։ Տաքսիների հարցում քիչ հանդիպող, բայց տարբեր երկրներում առանձնացված են մեքենաների տեսակներ, որոնց շահագործումը բարձր ռիսկայնություն ունի։ Գերմանիայում օրինակ նման ռիսկայնության պատճառով այլ պայմաններ են նախատեսված բեռնատարների համար։ Այս հարցում եղած միջազգային փորձը անհրաժեշտության դեպքում կարող է կիրառելի դառնալ նաև Հայաստանի համար, սակայն հարցը բյուրոյում դեռ ուսումնասիրությունների փուլում է։ Պարզվում է տաքսիները ժամանակին փրկեցին Փարիզը։ Սա նույնիսկ թևավոր արտահայտություն է դարձել։
Կատակ չէ, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ անհրաժեշտ էր պահեստայիններին ճակատ հասցնել, տրանսպորտային միջոցները չէին բավականացնում։ Ուստի ավելի քան 6500 զինվորներին տեղ հասցնելու համար փարիզյան այն ժամանակվա տաքսիները օգտագործվեցին։ Հիմա իհարկե տաքսիով պատերազմ չես գնա, բայց աշխատանքից չուշանալու կամ արագ տեղաշարժվելու համար տաքսիները մեղմ ասած քիչ բան չեն անում։ Չնայած ինչպես տեսակ, քիչ չի պատահում, որ տաքսիով երթևեկելու եւ պատերազմ գնալու ելքը շատ նման է լինում։ Կրիստինա Լագուլյան, Էդվարդ Մինասյան, Ժիրայր Հավեջյան, Կիրակնորիա հորիզոն։ Իմ վրա միշտ տհաճ տպավորություն է թողել, երբ մեր պաշտոնյաները խուսափում են ցուցարարների հետ շփվելուց։ Եթե կան փաստարկներ, որոնք հնարավոր է հակադրել բողոքներին, ապա բացառված է, որ մարդիկ այդ փաստարկները չլսեն, անգամ երբեմն ընդհատելով դրանք հուզական բացականչություններով։ Անցած շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած իր այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն զրուցեց բնապահպան ակտիվիստների հետ, այլև քաջալերեց նրանց հետագա պայքարը։ Մնում է, որ մարդկանց լսելու այդ պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի ներսում։ Որտիկը արկանչում են ազատ անկախ Հայաստան, ամենայնտեղ մահը մի է, մարդ մեկ անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուրասկի, ազատության կզոհվի, բայց երանի, որ յուրասկի, ազատության կզոհվի։ Ծափարություններ, հիմնից հետո ծափարում են։ Հիմնը որ հնչում է, պետք է ծափարես հիմնի համար։ Դա ամերիկյան ավանդույթ է, նաև հայկական։ Շնորհակալ ենք, որ մոտիկացաք, պարոն Վարդանյան։ Սիրով։ Անհանգստություն ունենք Հայաստանի կառավարության, անտարբերության եւ մասնակցությանը այն հանքերի արդյունաբերությանը, որոնք թույներ են լցնում մեր հողի, մեր ջրի, մեր ծառերի մեջ, կտրում ոչնչացնում են մեր միջավայրը, մեր ֆաունան, ֆլորան, որը յուրահատուկ միջավայր է ամբողջ աշխարհում։ Այս մարդիկ դեր են եւ երբեք չմտածեք, որ սփյուռքը անդարբեր է լինելու։ Սփյուռքը զարթնում է, 8 միլիոն սփյուռք ունենք ու մենք դերն ենք կանգնելու մեր հայրենիքը։ Ուրախ եմ, որ այս շարժումը Հայաստանում ուժ է հավաքում, ցապ է հավաքում, առավել եւս սփյուռքում։ Ինչ շատ ուրախացրեց այն։ Այս կարելի է ես ավարտեմ։ Ինձ դա շատ ուրախացնում է, որովհետեւ հասարակական նախաձեռնությունները եւ հասարակական կազմակերպությունների ուժգնացումը բխում է մեր ժողովրդի շահերից։ Եվ մեր կառավարության պարտականությունն է ստեղծել այդպիսի հնարավորություններ ձեզ համար, որպեսզի դուք կարողանաք ազատորեն հնչեցնել ձեզ մտահոգող հարցերը։ Սա առաջինն է, երկրորդը համաձայն եմ։ Երկրորդը ես շատ ուրախ եմ, որ ձեր շարժումը նաև տալիս է դրական արդյունքներ։ Նաև պետական կառույցներ հաշվեն առնում այդ կարծիքը եւ դուք ունեք նաև նվաճումներ այդ առումով, որոշումներ, որոնք կառավարությունը հաշվի առնելով ձեր կարծիքը չեղյալ է համարել, որոշումներ, որ կառավարությունը վերացրել է։ Իհարկե կան բազմաթիվ պահանջներ, որոնք ձեր կողմից ներկայացվում են, որոնց լուծումները պրոբլեմատիկ են մեզ համար։ Բայց մենք պատրաստ ենք նստել եւ ձեզ հետ քննարկել այդ հարցերը, փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք նաև կբավարարեն ձեզ։ Որպես բնապահպանական թեմայի շարունակություն, YouTube-ում հայտնված Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթոյանի մենախոսության զուտ էմոցիոնալ ազդեցությունը մեծ է, բայց մենք գիտակցում ենք, որ սա մենախոսություն է։ Այստեղ ներկայացված չէ հակառակ կողմը, այսինքն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեսակետը։ Այս տեսագրությունը մենք ներկայացնում ենք, որպեսզի հիշեցնենք, Քաջարան գյուղի խնդիրը գոյություն ունի եւ այն պետք է լուծվի փոխադարձ համաձայնության հիման վրա։ Ոչ բանը չի օգնում։ Նեղում է ժողովրդին, որ դուրս գան։ Նեղում է, իրակ նեղում են։ Նեղում է Քաջարանցիները, բայց չէ կարա նեղեն։ Ինձ քաղում ազել են տարել իրակ, քաղում ես։ Բայց ես վախող չեմ, ես հող տվող չեմ։ Մամայիս գերեզմանը ոչ մեկին տվող չեմ։ Դու իրակ թող մտածեն, որ մենք հող տվող չենք իրենց։ Այս սահմանը մենք ենք պահելու, մեր Քաջարանի սահմանն է։ Քաջարանցիները իրենց սահմանը պահելու են։ Մենք պահում ենք ու պահելու ենք մինչև վերջ։ Եկեք բնության մասին խոսեք, որ փչացնում են, ավելացնում են, աբյոմը մեծացնում են։ Աբյոմը մեծացնում են, աշխատավարձը ցածրացնում։ Ես պրոստը խնդրում եմ մեր հայությանը, որ մի քիչ օգնեն։
ֆինանսական։ Գյուղատնտեսությունը զարգացնեմ, ճանապարհներս, լուսավորություն, գյուղը մի քիչ ոտքի կանգնի։ Իրաք չես սարքում, որ մենք լքենք, բայց մենք ես բերում եմ։ Ես անհատական ինժեներով բերում ենք, փոսը լցնում ենք, բայց դե ուշ չունենք։ Փոսը լցնում ենք, տրակտոր չեն տալիս, տրակտորը բերում ենք, ջուրը քշում է, բայց որ ճանապարհը կարգավորվի, մենք կարևորը ճանապարհն է, էլի, լուսավորություն լինի, շարժ լինի գյուղում։ Ես հետ կբերեմ ժողովրդից։ Շատը քաղաքից կգան գյուղը։ Դպրոցից քանդեցին, իրաք քանդել են։ Իրաք ամեն ինչ ուներ գյուղում։ Բոլորը քանդեցին իրաք։ Հասան գերեզմանները որ քանդեն։ Բայց լավ բոլոր տանք իրաց, մեր սերունդները ինչ են անելու։ 20 տարի 30 տարի մի երեխանի թորնիկս ինչ է ուտել։ Այս թալանում են, միջև երբ են թալանում։ Մեկը չկա կդեմ առնես, ինչ է կան։ Անձամբ ես որպես քաջարանցի, գյուղապետ չեմ ասում, քաջարան գյուղում ծնված։ Ես այնտեղ ապրում եմ, այնտեղ մեռնելու եմ։ Իմ գերեզմանում։ Մենակ էլ մնաց պահել։ Մենակ էլ մնամ, նախ պահը։ Ես իմ տղու հետ պահելու եմ։ Իմ աղբերների հետ պահելու եմ։ Անցած շաբաթ 2012 թվականի դեկտեմբերի 12-ն էր։ Այդպիսի զուգադիպություն այլևս չի լինի մոտ 1 դար, եւ դժվար թե մեզանից շատերը տեսնեն 2101 թվականի հունվարի 1-ը։ Բայց ինքնին թվերի այդ զուգադիպությունը ոչ մեկին ոչ տաք է, ոչ էլ պաղ։ Ոչ մի թիվ կամ թվերի հակադրություն չի կարող լինել երջանիկ կամ դժբախտ։ Օրինակ, եթե ձեր ավտոմեքենաների համարներում շատ են 6-երը, դա դեռ չի նշանակում, որ դուք հաջողությամբ շաքար եք ներկրելու։ Ամեն ինչ մարդկանց ձեռքում է։ Նոր ժամանակներում ամսաթվերի եւ տարեթվերի համընկնումները սկսվել են 12 տարի առաջ, 2001 թվականի հունվարի 1-ից։ Դժվար է ասել ինչու, բայց դարեր շարունակ մարդիկ թվերի համընկնումների հետ ինչ-որ մոգական երազանքներ եւ ցանկությունների իրականացում են կապել։ Կան թվեր, որոնք սնահավատներին սարսափ են ներշնչում։ Օրինակ 2006 թվականի հունիսի 6-ին շատերը համոզված էին, որ հակաքրիստոսն է ծնվելու։ Ցանկացած աստվածաշունչ որ բացեք ինքը այնքան հաստափուրա, որ 666-րդ էջը կա, բայց այդ էջը մենք չենք փոքում թափում որպես սատանայի էջ։ Ամենևին։ Իսկ 2007-ի հուլիսի 7-ը պետք է որ անհավատալի երջանկության տարի լիներ։ 3/7-երի համադրության հետ կապվում էր մեծ սիրո մի լեգենդ։ Ասում են Ծիրկաթին համաստեղության 2 աստղեր ինչ որ ժամանակ սիրահարված են եղել, սակայն նրանց սերը բարկացրել է Աստծուն, եւ նա բաժանել է զույգին։ Ասում են նաեւ, որ սիրահարված զույգին թույլատրված էր հանդիպել միայն այն նորը, երբ 3/7-երը կհամընկնեին։ Գուցե այդ լեգենդին հավատալով ամուսնացավ նաև ռուսական բալետի ամենահմայիչ աստղ Անաստասիա Վալաչկովան, բայց սերը կարճ տևեց։ 3/7-երն անզոր էին փրկել ընտանիքը, զույգը շուտով բաժանվեց։ Տերը ասաց առաջի օրը օրհնեց, երկրորդ օրը օրհնեց, բոլոր օրերն էլ օրհնեց, այսինքն առանձնահատուկ մի թիվ չկա, էլի, որ ասենք սա շատ լավ կարևոր թիվ է, 7-րդ օրը ինքը հանգստացավ։ Ինդոնեզիայի այս ծննդատանը օրական 1 կամ 2 երեխա է ծնվում։ Դեկտեմբերի 12-ին 18 երեխա է ծնվել։ Նրանցից 10-ի ծնողները գերադասել են կեսարյան հատումով փոքրիկների աշխարհ գալն արագացնել։ Նորածիններից մեկն էլ Էլեոնորան է։ Նրա ծնողները վստահ են, որ աղջիկը Ինդոնեզիայի երջանիկ քաղաքացիներից մեկը կդառնա։ 2012 թվականի 12-րդ ամսի 12-րդ օրվա ժամը 12-ին Հոնկոնգում 696 զույգ միաժամանակ մոտեցավ եկեղեցու խորանին։ Ամուսնացողները պնդում էին, 12-ը հնչում է որպես սիրո խոստովանություն։ Հայաստանում սովորաբար ամուսնանում են շաբաթ կամ կիրակի օրերին։ Այս տարվա դեկտեմբերի 12-ը ոչ շաբաթ էր, ոչ էլ կիրակի։ Սովորական աշխատանքային չորեքշաբթի էր, բայց Սուրբ Սարգիս եկեղեցում ամուսնությունների շքերթ էր։ 9 պսակադրություն։ Սա ռեկորդային թիվ է, ասում է Տեր Շահե քահանան։ Ինչպես 2008 թվականի, ասենք 8-րդ ամսի 8-րդ օրը, եկան դարձյալ, ասենք 2007 թվականի 7-րդ ամսի 7-րդ օրը, ու այսպես ասենք համընկավ եւ մարդիկ ընտրեցին, որ դա հիշարժան օր է իրենց համար, հավանական է, որ հեշտ հիշեն։ Հաշվել ենք եւ որոշել ենք այս օրը։ Իմ կեսրարն է ուզել, որ այս օրը լինի։ Դե այն է թիվը, որ կմնա։ Զեզեվի թիվ չի լինի երբեք։ Երկինք թռչող աղավնիները, ապագա ընտանիքի բարեկեցության խորհրդանիշ գաթան, քաղցր հարաբերությունների երաշխիք կոնֆետները եւ իհարկե մոգական ամսաթիվը 12-12-12 պետք է որ երջանկություն բերեն զույգերին։
Հավատացել են նաև Հրաչն ու Նելլին, վաղուց են ամուսնացել, բայց հենց դեկտեմբերի 12-ին որոշել են գրանցել իրենց ամուսնությունը։ Ամուսնացողների խնդրում են պատասխանել, ամուսիներ դառնալու ձեր ցանկությունը համարվում է փոխադարձ եւ կամովին։ Այո, համարվում է։ 76 ամուսնություն է գրանցվել Երևանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում։ Ոչ ոք պատահականորեն չի ընտրել այդ օրը։ Քանի որ այս օրը խորհրդանշական օր է, 12-12-12, ապա որոշեցինք այսօր օրինականացնել մեր ամուսնությունը։ Կարելի է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Աստծո 12 առաքյալներ այս թիվը խորհրդանշական է եւ սա կարող ենք կապել այս փաստի հետ։ Կարծում եմ, որ դա ինչ որ ձևով անպայման բարենպաստ կլինի։ Ասենք 07-07-07 կամ 12-12-12, ինչ որ մի ձև միգուցե ազդում է թվերը։ Աստղաբաններն ու թվերի մոգական նշանակությանը հավատացող մարդիկ հաշվել են 2012-ի դեկտեմբերի 12-ը պետք է անպայման երջանկության եւ հաջողության օր լինի։ Մաթեմատիկական հաշվարկն է ապացուցում։ Տեսեք, եթե հերթով գումարենք բոլոր թվանշանները, կստանանք 9։ Դա ըստ միջնադարյան աստղագետների հաջողության թիվն է։ Աստղացույցով էլ աստղագետները բացատրում են, որ կան աստղային օրեր, որ այդ օրերին ճիշտ ընտանիք կազմելը կամ կարևորագույն որոշումներ ընդունելը։ Տիրոջ սեղանի առաջ իրենք խոստումներ են տալիս, լինելու տեր եւ հնազանդ։ Այդ խոստումների տերը լինեն իրապես եւ միայն թվի համար ամուսնանալը դա աբսուրդ է։ Մոգական ամսաթվերի շքերթը կավարտվի դեկտեմբերի 20-ին, 20-12-2012-ին եւ մոլորակի ընթացքը 2013 թվականից կշարունակվի արդեն առանց ոսկե ամսաթվերի։ Լիանա Ռաֆայելյան, Վահե Պողոսյան, Կիրակնորյա հորիզոն։ Սասունիկ գյուղի 17-ամյա բնակիչ Արման Ֆահրադյանը հավանաբար ենթադրել է, որ դեկտեմբերի 12-ին աստղերը բարենպաստ են դասավորվում հարևանուհու հետ հաշիվներ մաքրելու կամ ծայրահեղ դեպքում նրան թալանելու համար։ Իհարկե, որոշակի տրամաբանություն դրա մեջ կա։ Մարդուն ունեցվածքից զրկելը նույնպես վրեժի տեսակ է, սակայն ենթադրում է, որ Արմանից կոմս Մոնտե Կրիստո դուրս չի գա։ Կա վիրավորանքի տեսակ, որը մարդուն ուղղում է, բայց ավելի հաճախ հակառակը, վիրավորանք, որը կործանում է։ Միայն թե առանձին դեպքերում հարց է, թե որքանով է վիրավորանքը հիմնավորված, կամ ընդհանրապես կա այդպիսի բան, թե ոչ։ «2012 թվականի 12-րդ ամսի 12-րդ օրը թվերը համադրելով անակնկալ ու արտասովոր բան չէր սպասում, բնավ։ Սովորականի պես անջատեց տան լույսերը, կողպեց դռներն ու գնաց։ Հետո հիշեց, որ ինչ-որ բան է մոռացել ու ետ եկավ։ Ես այս դուռը բացելով ներս մտա, ստեղից մեկը վազեց ու ինձ պինդ գրգեց բարձրացրեց։ Սոֆս եկար, ասի վայ Արսեն, ես իմացա տղասա։ Իմացա անակնկալ է էլի ուզում ինձանի։ Մեկ էլ տեսա, որ տղա չի, ես սկսեցի իրան խփել։ Դրան հաջորդեց երկու ուժեղ հակահարված առանց ջանքի ու քնքշության։ Քաշքշեց ու ինձ հրեց, որ ես իրան անդադ խփում, ինձ հրեց, ես ընկա գետին ու ես աշխատեցի, որ հեռախոսով զանգեմ, ինքը տեսավ, որ ես հեռախոսով զանգում եմ, ուզեց հեռախոսը ձեռքիցս առնի, չհասցրեց։ Արդեն զանգը գնաց, որ հարցս մամա, էլ ես չեմ կարող, կոկորտիցս խեղդում էր։ Զանգը, ձայները խուճապի են մատնել տղային ու նա փախուստի է դիմել, չսպասված հյուրը հեռացել է այն ճանապարհով, որով եւ եկել էր։ Այնտեղից գողացել համակարգչի մի մասը, պրոցեսորը, հանել նույն պատուհանով հանել դուրս, դրել գետնին։ Սոֆիայի երեկոյան անակնկալը եղել է համագյուղացի 17-ամյա Արման Ֆարադյանը։ Տուն սկզբից փորձել է մտնել ավանդական եղանակով, նախ դուռն է ծեծել, հետո զանգը խփել։ Լռությունն ու առանց արձագանք մնալը սակայն ետ չեն կանգնեցրել նրան, կոտրել է ապակին, ձեռքը մտցրել ու բացել լուսամուտը։ Մենակ պատուհանը սա կոտրել, մեկ էլ էսի որ բացել է, հանգել է գետին։ Ըստ Արմանի սակայն իր նպատակը գողություն անելը չէր, պատճառն ավելի խորքային է ու բնավ էլ ոչ նյութական։ Որ իրան վնասն է։ Չի։ Վատությունը։ Այդ կինը քեզ ինչ է։ Դե մի արել էր, ես էլ մտա որ ծեծեի։ Ծեծել եմ ու հելել եմ։ Սոֆիան Արմանին առաջին անգամ տեսել է մի քանի տարի առաջ։ Միրգ մթերող ընկերության տնօրեն էր, իսկ Արմանը 14-15 տարեկան պատանի նրա աշխատողը, ծիրան էր հավաքում։ Գործակցությունն անհարթ է եղել, աշխատանք 2500 դրամ օրավարձ։ Հարաբերություններում հակամարտությունն առաջացել է անցյալ տարի։ Այդ տարածքներից, որը տնօրինում էր Սոֆիան, գողություն էր կատարվել։
միակ ականատես հովիվը վկայել էր, որ դա հենց Արմանն է եղել։ Ասենք որ Արմանն եկել է, ծառների ջղերը ջարդում ա էլի, չի կարելի։ Մերը սկսեց մեզ հայոյել, անպատվել ու դուրս անել, էդ ա եղել, ուրիշ ոչ մի բան։ Ես իրան չեմ վիրավորել, իրան մայրն ա ինձ վիրավորել։ Արմանն այս տարվա մեջ մի քանի անգամ փորձել է հաշիվներ պարզել Սոֆիայի հետ։ Մարտին եկել եւ Զորամասից մի քանի օրով տուն եկած տղային է հարցրել, իմանալով, որ տանը չէ, հեռացել է։ Հաջորդ փորձը եղել է մոտ 20 օր առաջ, գիշերվա 2-ին։ Հարցս ասեց մամա, դուրը ջարդում են։ Ասի դեր կանի հելն եմ էլի։ Հելել եմ, ասում եմ ով ա, բա Արմանն ա։ Ասում եմ ինչ ա եղել։ Բա Արսենն ուր ա, ասի Արսենը ստեղ չէ, Ռուսաստանը։ Ու ես դուրը չեմ բացել, թողել ա, գնացել ա։ Այս հանգամանքներն ու պատմությունները զուտ արդարացում են գողության համար, թե հենց իրականություն կպարզեն իրավապահները։ Արմանը վճռական է ու անդրդվելի նույնիսկ դեպքից ու իր ուզածը անելուց հետո։ Արմանը չափահաս կդառնա 1 ամսից։ Նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ, գողության փորձ բնակարան մուտք գործելով։ Նախատեսվում է 4-ից 8 տարվա ազատազրկում։ Հնարավոր են մեղմացուցիչ հանգամանքներ կապված տարիքի եւ առաջին անգամ հանցագործության դիմելու հետ։ Մանվել Քեշիշյան, Վահե Պողոսյան, Կիրակնորյա հորիզոն։ Կան հանցագործություններ, որոնք մեր հասարակության մեջ իրավամբ խիստ բացասական արձագանք են գտնում։ Այդպիսի հանցագործություններից է անշուշտ մանկապղծությունը։ Քանի որ այդպես է, պետք է առավել զգուշավոր եւ նրբանկատ լինել։ Խոսքը ոչ միայն դժողների մասին է, այլև կասկածյալների, մեղադրյալների։ Այնքան ժամանակ, մինչև որ մեղքը չի ապացուցվել։ Նույնիսկ այս դեպքում, երբ կա ինքնախոստովական ցուցմունք, վերջակետը կարող է դնել միայն դատարանը։ Հուլիոս Կեսարից մինչև Սերոբ Տեր-Պողոսյան, Հռոմի Պապից մինչև սովորական կենցաղային դեմ։ Մասնագետները պարզել են։ Պեդոֆիլիան ձևավորվում է փոքր տարիքից, ու այդ հակվածությունը տարիների հետ ավելի է խորանում։ Դեռահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարողների միայն 7%-ն է խոստովանում, որ արվամոլ է։ Ռաֆայել Մեժլումյանի կինն է։ Ռաֆայել Մեժլումյան անուն ազգանունը այսուհետ կարելի է որոնողական համակարգերում գտնել մանկապիղծ տերմինը գրելիս։ Դե երեխեքները եկե մեծել են եկե։ 5 րոպե շուտ գայք տելևիզոր մարդը գրկած վերել էր ստե որ Ռաֆայել։ Խոսացողը նրա կնոջ քույրն է։ Երկուսն էլ խնդրել են փակել իրենց դեմքը։ Նրանք բողոքում են, չեն հավատում, որ կարող է այդպիսի բան արած լինել Փեսան ու ամուսինը։ 16 տարի է 5 Փեսեն, իմ ամբողջ ցեղը ապշացել։ Ամբողջ հարևանությունները կնիկ կարող են այդ քֆուրներ են տալի, ասում են հնարավոր բան չի, Ռաֆոն այդ տղեն չի։ Ուզում ես մենք հավաքվենք այդքան քաղաք։ Ռաֆայելը ամուսնացած է 16 տարի։ Տունը պահել է վերանորոգելով տեխնիկական իրեր, հեռուստացույցներ, DVD նվագարկիչներ եւ այդ չարաբաստիկ բջջային հեռախոսները, որոնք այնքան հաճախ են փչանում դեռահաս տղաների ձեռքին։ 100 անգամ ասենք Ռաֆո այդ լակոտների հեռախոս մի վեկալ, մի սարքի։ Հա խնդիր չկա։ Ընտանիքը կազմված է միայն տղամարդուց եւ կնոջից, երեխաներ չունեն։ Կինը տարիներ առաջ հղիացել է, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված են եղել հրաժարվել երեխայից։ Դրանից հետո բժիշկները նրան չեն թույլատրել երեխա ունենալ։ Հղիացել է, ինքը սիրտը վիրահատված աղջիկ է, 2 վիրահատումատարի, ինքն էլ հաշվանդամ, բեսեսել է գոժակարու, ամբողջ թղթերը ունեն։ Նրանք վստահեցնում են, չեն համոզում, իրատես են։ Ասասները կհաստատեն նաև հարևանները։ Ինքը շատ ինձ համար ու նորմալ է, ես ուրիշի տեղ երթում չեմ։ Օրինակ մենք ես չեմ հավատում, ես չգիտեմ։ Չէ, ես դե հեռախոսքի չեմ պահում։ Այս հարևանը Ռաֆայելի ոչ այնքան մասնագիտական ունակություններին, որքան անձնական հարաբերություններին է ծանոթ։ Արտաշատի այս շենքի երկրորդ հարկում բնակվում եւ հեռախոսներ նորոգում 44-ամյա Ռաֆայելը։ Նրա հաճախորդները ոչ միայն մեծահասակներ էին, այլև դեռահասներ։ Վերջիններիս հեռախոսը վերանորոգել է առանց փողի։ Գումարի փոխարեն Ռաֆայելը խնդրել է իր հետ կատարեն սեռական գործողություններ։ Նա ունի նաև սեռական թուլություն եւ նույնասեռականության հակում։ Այս ամենը ըստ Ռաֆայելի ինքնախոստովանական ցուցմունքի։ Ռաֆայել Մեժլումյանը ձերբակալվել է, ներգրավել որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ խափանամիջոց են տրվել կալանավորումը։ Տուժածները եղել են 4 հոգի, նրանցից 3-ի տարիքը չի գերազանցել 16 տարեկանը։ Բանտախցում Ռաֆայել Մեժլումյանը փորձել է ինքնասպան լինել։ Ոստիկանները կանխել են փորձը, տեղափոխել մեկուսարան։ Մենք ուզում ենք պատիվ պահանջել, ես ինքս պատիվ եմ պահանջելու։ Ռաֆայելի կինն ու ազգականները չեն համակերպվում իրավիճակի հետ։ Սա թյուրիմացություն կամ էլ անարդարություն են որակում, պատրաստվում են բողոքարկել, դիմել դատարան։ Մեղադրանքը սակայն ապացուցվելու դեպքում Ռաֆայելին սպասվում է առավելագույնը մինչև 2 տարի ազատազրկում։
Մանվել Քեշիշյան, Հակոբ Կոլյան, Վրեժ Նալբանդյան, Կիրակնորյա հորիզոն։ Իհարկե, բոլոր մարդկանց երազանքն է անվտանգ ապրելը։ 100% երաշխիք ձեզ չի կարող տալ նույնիսկ ապպան։ Եվ այդպիսի երաշխիք պետք էլ չի, այդպես հետաքրքիր չի ապրել։ Պարզապես ցանկալի է, որ ռիսկայնությունը լինի չափավոր։ Դիտեք նաև մեր եզրափակիչ տեսաշարը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչև հաջորդ կիրակի։ Երկուշաբթի երկու աղմկահարույց դատավարությունների հերթական նիստերի օրներ։ Շարունակվեց ու կրկին մի քանի րոպե տևեց հարսնաքարի գործով դատավարությունը։ Ամբաստանյալների երկու պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել։ Դատավորը բացակայությունները համարեց անհարգելի, քանի որ նիստերի ժամանակացույցը վաղուց է որոշված։ Իրավապահ մարմինների պաշտպանությամբ ցուցադրում էր այն տեղամասերը, որտեղ մտել էին հնագարան եւ այն ուղիները, որտեղ մտել էր եւ մի գործողություններ կատարել։ Ստադանը ձեզ նախազգուշացնում եմ դատական սանկցիաներ։ Ինքը որ ասում էր սենյակներ են հարց տալու իրավունք ունի, հարց տալու։ Դե հարց տալու ես ասենք ես դրան հարց տալու չունեմ։ Բանդայի գործը կենտրոն Նոր Քմարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում է։ Հարցաքննվեցին տուժողներ Էդուարդ Բեզոյանն ու Նապոլեոն Ազիզյանի ընտանիքի անդամները։ Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի դատապաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ։ Ամոյանը ունի ուղեղի աշխատանքի խանգարում եւ նրան մշտապես հետապնդում են վախի եւ տագնապի զգացումները։ Դատարանը հետաձգեց միջնորդությունը, այն համարելով վաղաժամ։ Լնայեք, դες ոնց եմ փախնում, ձեր վերջն եկերը։ Հարերի սիմֆոնիայի գործով քննությունը շարունակվում է, բայց նորություն կա։ Թրջկան քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ոստիկանության պետին բնական հուշակոթողի ոչնչացման վտանգի հետ կապված։ Ոստիկանության պետի ցուցումով բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը լինի ուշադրության կենտրոնում։ Քննարկում են նաև հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու հնարավորությունը։ Ոստիկանները բացահայտեցին իրենց գործընկերներին։ Արտաշատի մի բնակիչ հայտարարություն էր տվել, որ թմրանյութ օգտագործելու կասկածանքով իրեն ատամնաբուժարանից բերման են ենթարկել ոստիկանություն, հետո տեղափոխել նարկոլոգիական կենտրոն։ Քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանները պահանջել էին $3000, չէր համաձայնել։ Նույն ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը զրուցել էր ոստիկաններից մեկի հետ եւ քաղաքացուն ասել, որ $2000 խնդիրները կհարթվեն։ Ես ասել եմ իրար հետ ենք աշխատում, այս 10 օրվա մեջ ես հասկացել եմ, որ այդ մարդը այդքան փող չի ունենա։ Հետո ասել են, տեսեք ինչքան կարակ ունենաք։ Քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով կալանավորվել են երկու ոստիկաններ եւ ատամնաբուժարանի բժիշկը։ Գնացել եք ասվել պետք է լինի։ Շատ են խմենգելսա գնացել։ Գենացներն անավարտ մնացին Երևանի Ավան վարչական շրջանում։ Դեկտեմբերի 8-ին բաժակակից ընկերների հերթական գինարբուկն ավարտվեց սպանությամբ։ Պատճառը ձեռնափայտի պատահական հարվածն էր տանտիրոջ ջահին եւ կոտրված բաժակը։ Տանտերը Ռոբերտ Մելքոնյանը խլել էր ընկերոջ ձեռնափայտն ու հարվածներ հասցրել նրան։ Հետո միայնակ շարունակել դատարկել բժշկական սպիրտի ու ջրի խառնուրդով լցված բաժակները։ Ձերտեւի շուրիկ էլ մի տասը խմենք, տեսա իրար չի գալի։ Հետո պուրս նայի, տեսա արդեն սալատ։ Ալյուր, կաթի փոշի, օսլա, տարբեր գունային եւ համային հավելումներ եւ ելի համապատասխան տեղեկատվություն սպառողներին չի ներկայացվում։ Երշիկ գրեթե առանց մսի։ Բացահայտումը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինն էր։ Մի քանի ամիս տևած ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը պարզեց. 21 ընկերություններ թույլ են տվել անբարեխիղճ մրցակցություն եւ տուգանեց նրանց տարեկան հասույթի 1%-ի չափով։ Բաղադրությունը հիմա ուրիշ նորմեր կան, այդ նորմերին մենք ծանոթ չենք եղել։ Այդ կոնկրետ ձեզ ինչ խախտում են հայտնաբերել։ Կոնկրետ պիտակը չի համապատասխանում մեջի պարունակության, այո։ Այսինքն ինչ պետք է լիներ չկար։ Կամ ինչ պետք է չլիներ կար։ Պիտակի վրային նկատեք ինչ խնդրված։ Չգիտեմ պիտակին ինչա գրված։ Սոյա խառնվելով ջրի հետ վերածվում է պինդ նյութի եւ լրացուցիչ զանգված է ապահովում երշիկի արտադրության ժամանակ եւ դրանով է նաեւ բացատրվում, որ մենք բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել, երբ երշիկի մեջ միայն օգտագործված մսի քանակությունը կազմում է 16%, 17%։